Բերմյակովի գործով հերթական դատական նիստին դատարանը լսեց Ամբաստանյանի ձերբակալման մասին պատմող վերջին վկային։ Ռոմիկ Խաչատրյանը ռուսական սահմանապահ ջոկատի Զոդողի վարորդն է։ Դրանք 2015 թվականի մարտին Բայանդուրի ուղեկալում գտնվող կամրջի տակ անցք են հայտնաբերել փշալարերն ու մետաղական ամրակները վնասված են եղել։ Այդ անցքից ցանկության դեպքում կարող մարդ անցներ։ Հա? Օրինակ Ամբաստանյանը իր կազմվածքով կարող էր այդ անցել։ Նախորդ դատական նիստին Ավետիսյանների փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել 102-րդ ռազմաբազայից հեռացված 7 զինծառայողին դատարան հրավիրելու վերաբերյալ։ Ռազմաբազայի հրամանատարությունը դատարանին պատասխան գրություն էր ուղարկել։ Համաձայն դրա այդ անձինք հանված են ռազմաբազայի անձնակազմի ցուցակից, նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն։ Նշված պատճառով իշարանդամտելու կամ վերջնավորի կամ վերական տեղոկատականների դիմանատենուղայր կամբերով կարտային խոտ դրոչոր տարյալությունների դրամատ հնարավորություններ չունեն։ Պետմեղադրողը միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման կարգը, հրապարակել գործում առկա փաստաթղթերը։ Ավետիսյանների իրավաճորժների ներկայացուցիչները համապատասխան միջնորդություններով հանդես կգան Բերմյակովի ծառայակիցների եւ սպան Նիկիշինի ներկայությունը դատարանում ապահովելու համար։ Ամենակարևոր վկան, որ մենք խիստ կարևորում էինք նրա հարցաքննությունը, դա սպաներից Նիկիշինն է, որը անձամբ Չիտայից ընտրել Գյումրի է բերել Բերմյակովին, ես կառումով շատ հարցեր կան իրեն տալու, եւ բացի այդ հենց այդ անձն է եղել նաեւ վերակարգի հրամանատարը այն օրը, երբ որ փախուստի է դիմել Բերմյակովը։ Մեզ համար շատ զարմանալի չէ, որ հատկապես այս վկաները, չգիտես ինչու, Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում, եւ եթե ռուսական կողմը ոչինչ չուներ թաքցնելու եւ բաց էր ամեն ինչ, նրանք պետք է ամեն ինչ անեին, որպեսզի այդ վկաները հայտնվեն դատարանում։ Կարծում եմ ոչ մեկի համար էլ նորություն ասած չեմ լինի, որ եթե ռուսական կողմը ցանկանա, այդ վկաները կհայտնվեն Հայաստանի Հանրապետությունում եւ կհարցաքննվեն։ Դատարանին կմիջնորդենք հավանաբար, որպեսզի արտաքին գործերի նախարարության միջոցով եւ արտադատության նախարարության միջոցով փոխադարձ ծանուցումը ապահովի եւ նրանց ներկայությունը ապահովենք։ Իհարկե բավականին այդքան էլ հստակ կարգավորված մեխանիզմ չի եւ բացի այդ մի քիչ դժվար կլինի նրանց ներկայությունը ապահովելը։ Այս վկաներին լսելուց հետո այլ անձանց հարցաքննության կարիք կառաջանա։ Այսօր դատարանը հրապարակեց գործում առկա փաստաթղթերը, ներկայացվեցին նաև դեպքի վայրի զննության լուսանկարները։ Դատական հաջորդ նիստը մարտի 18-ին է։ Նազել Եղբակյան, Արթուր Մարգարյան, այսօր։